Տեսա նաև ապակե ծովի նման մի բան խառնված կրակով, և նրանք, ովքեր հաղթեցին Գազանին, նրա արձանին, նրա անվան թվին ու դրոշմին, կանգնած էին ապակե ծովի վրա և ունեին Աստծո քնարները։ Նմանվում է կարմիր ծովին, քանի որ կրակով խառնված ծովը կարմիր է լինում։ Իսրայելացիները հնազանդվելով Մովսեսին հաղթեցին Փարավոնին և հաղթահարեցին Կարմիր ծովի արգելքը։ Եվ անցնելով մյուս ափը քնարով օրհնության երգեր երգեցին, այդպես էլ սրանք, որ հաղթեցին գազանացած Փարավոնին, այսինքն նեռին, որ նրանց բազմիցս փորձության ենթարկեց հրովը ջրով, բարձր կանգնեցին հրախառն ծովից։ Այս մասին է խոսքը. մենք անցանք հրի ու ջրի միջով, և դու մեզ անդորր տվեցիր։ Նաև Եսային է ասում. եթե հրի ու ջրի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, և բոցը քեզ չի այրի։ Սա ցույց է տալիս սուրբերի ստացած պարգևը, թեթև ու անապական, քանզի հրախառն ապակյա ծովի վրա ոչ ոք չի կարող կանգնել, բացի սուրբերից։ Սա մեծ երջանկություն է։ Այս ապակյա հրախառը ծովը լուսեղեն երկինքն է, որի մասին խոսեց վերևում, Գազանին հաղթողները հրճվում են սրանով։ Թեպետ ոմանց կարծիքով խոսքն աշխարհի մասին է։ Նրանք Աստծո առաջ երգում էին Մովսեսի Աստծու ծառայի երգը և գառի երգը ասելով. Տեր Աստված ամենակալ, մեծամեծ ու սքանչելի են քո գործերը, արդար ու ճշմարիտ են քո ճանապարհները, դու թագավորդ բոլոր ազգերի։ Մովսեսը իրական ծովը անցնելով երգեց. օրհնեցեք Տիրոջը, որ փառքով է փառավորված։ Իսկ գառը արյան դժոխքի ու աշխարհի ծովով անցնելով մտավ երկինք և օրհնեց հորը։ Այդպես էլ Գազանին հաղթողները անցնելով աշխարհով հասան երկինք, կանգնելով ապակյա հրախառն ծովին, որով նկատի ունի լուսավորը հրափայլ երկինքը։ Այստեղից դիտելով նեռի դրոշմը կրողների պատիժը, քնարներ առած ահով ու ցնծությամբ գովերգում են Աստծուն։ Երեմիա մարգարեն, ով է, որ չի երկնչում քեզանից, հավիտյանների թագավոր։ Եվ Մովսեսը, նա նեռի հեծյալներին և Փարավոնի զորքերը ծովը թափեց, և այլ բազում օրհներգություններ։ Նաև գովաբանում են Աստծու դատաստանը ասելով. սուրբ է և ճշմարիտ։ Իսկ երբ հայտնի դառնա, և բոլոր ազգերը երկրպագեն Աստծու արդար դատաստանին, կասեն. ճշմարիտ է, թեև ոչ անմիջապես կատարվեց։